Մենք պետք է զոր համագործակցենք Չինաստանի հետ։ Պայմանավորվենք հնարություն տանք վերի երկու հատ մեքենա շինական գործարան դնի, որ ամբողջ Եվրոպայի, Ռուսաստանը ամբողջ էսենք այդ մեքենաները վաճառեն, բայց մեր մոտ դնեն։ Հնդկաստանին բերենք այդ վերջին դեղորյակների սարքավորները դնի 10 տարի հարկերից ազատենք։ Սա աշխատատեղ է։ Ես սաղ կյանքս համարյա ապրել եմ Մոսկվայում։ Ահա։ Բացառել եմ Հայաստանի բանակում։ Հիմա մի հատ բայց կա։ Բայցը որն է։ Ես գալիս եմ ստե իմ հարազատներին հողու ջրի, չեմ հասնում համոոտը հետ քաշեմ, բայց չեմ կարա երկարել մնամ, խի, որտեղ ունդ ունեմ ընտանիք, ունդ ունեմ բարեկամություն, ունդ ունեմ աշխատանք։ Հիմա ես կուզենամ իմ ընտանիքին վերցնեմ, գամ ստե։ Էլի այդ բայցը կայնում է իմ դեմը, բայց ես ստե ոնց ապրեմ։ Ճիշտ ես ասում։ Ես ասացի երկու հատ մեծ խոշոր պետական ներդրում պետք է լինի։ Մենք ունենք մոլեբդինի հանքը, ճիշտ է։ Տարեկան արտանում է 40 միլիոն տոննա հանքանյութ։ Ուղարկում ենք արտասահման։ Եվ Իսպանիան մշակում եւ տարբեր երկրներ։ Այդտեղից գումարը դառնում է մոտավորապես մենք 180,000 տոննա մոլեբդին պղինձ ենք, որը կազմում է 4 միլիարդ։ Բայց 4 միլիարդի փոխարեն գործանին տալիս են 400 միլիոն դոլար, որ աշխատավարձը իրենց շահույթն է։ Այսինքն 3 միլիարդից ավել մնում է հանդեր։ Դրանք այդ գործանը հարատում, որ վագոներ գալցա հարատում դնենք, որ բոլոր գումարները մնան դե, մեր ժողովուրդը գնա աշխատի, կազմակերպի եւ շահույթար կմնա եւ եկամուտը մնա մեր երկրում։ Բացի այդ, հիմա մեր մոտ բոլոր գործաները փակվել է, որը կաբել էին արտադրում, ճիշտ է թե ոչ։ Պղնձի ալյումինի կաբելները ամենավորակյալը մեր մոտ են տանում։ Այդ գործաները կանգնել է, գործաները կաշխատի։ Բացի դրանից ծծմբական թթու է այդ մշակման ժամանակ, որ դա մշակում են, դրանից ստանում են հիմնական պարարտանյութեր, ֆոսֆորային, ազոտային 1000 տոննաներով, դու պատկերացրու 40 միլիոն տոննա մշակելու համար ինչ է դուրս գալու։ Այդ բոլորը Պարսից ծոցի սաղ երկրներին կվաճառեին, որը Ռուսաստանից Բելարուսից են տանում, մենք էլ կունենայինք մերը ամոթ ավելի էժան կլներ։ Կամ որ դրանից արտադրում են լաքեր, եսիմ գիպսակարդոններ, այսինքն երկու հատ խոշոր ներդրում անելով հազարներով մարդիկ կաշխատեն։ Այդ գումարն մեր երկրում կունա, սա գործաներ կաշխատեն։ Դա պանջակն էլ աշխարհում մեկ կա։ Ես եթե հիմա իմ ընտանիքին վերցեմ գամ ստե, զանգեմ են մին գերոջը, զանգեմ իմ հալալ աղբորս ու մնացածին ասեմ ստե շատ լավ է, արեք, կգան։ Այո, բայց ես որ գամ, ես չգիտեմ, ես կարենամ տակից դուրս գամ, թե չէ։ Հիմա քեզ ասեմ, եթե դու մտածես, հիմա մի հատ փոքրիկ բիզնես դնես, տուրիստներին ինչ հայտարարում ենք, հայկական ինչ ունենք, ինչի վրա կարող է կառուցել, եթե 20 միլիոն մարդ է գալիս, անպայման Բարապարտ մեր մոտ չի մնալ։ Բոլորն էլ ինչ որ մի բան պետք է անեն։ Մի հատ անկյուն սարքի, մի հատ կոֆեի համար։ Ինչ ասես աննարին բան չկա։ Վերևը հողը $500 էր, 1000 մետրը տնամերձը։ Հիմա 60,000 է։ Չեն էլ վաճան, բայց երբ որ բացվեց 60 չէ 100,000 է դառնալու։ Դա համար քեզ ուղղությունը տվեցի, որ դու մտածես ինչ կարելի է անել։